Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime հաղորդումը, որի ընթացքում մենք ներկայացնում ենք առողջապահության ոլորտի նորությունները, հյուրընկալում ոլորտի մասնագետներին, ովքեր կկիսվեն իրենց խորհուրդներով եւ օգտակար տեղեկատվությամբ պարզ եւ մատչելի լեզվով։ Այս հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք մի թեմայի, թե ինչպես է անհրաժեշտ լուսաբանել առողջապահության ոլորտը, որպեսզի լինի մատչելի, պարզ, հասկանալի եւ իրազեկող։ Առողջապահական լրագրությունն իր բնույթով պետք է լինի նույնքան զգոն, որքան բժշկությունը։ Փաստերը պետք է լինեն ստուգված, աղբյուրը վստահելի, մատուցվող տեղեկատվությունը հասանելի ու ճշգրիտ։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկատվությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, Ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Այսօր տեղեկատվական հոսքն ահռելի է։ Նույն հարցի վերաբերյալ կարող են գտնել տասնյակ, նույնիսկ հարյուրավոր անդրադարձեր, տեսանյութեր, հոդվածներ, որոնք երբեմն կարող են անգամ հակասել մեկը մյուսին։ Եվ արդյունքում սովորական ընթերցողը կամ դիտողը կանգնում է անորոշության, շփոթմունքի եւ երբեմն անհիմն վախերի առաջ։ Մի վնասիր արտահայտությունը մենք գիտենք որպես բժշկի զգոնության խորհրդանիշ, բայց արդյոք մենք նույն զգոնությամբ ենք մոտենում, երբ պատրաստում ենք առողջապահական այս կամ այն մեդիա բովանդակությունը, լինի դա հոդված, թե ռեպորտաժ, չէ՞ որ մեկ անզգույշ բառ եւ կարող է առաջանալ խուճապ, անհիմն վախեր։ Եվ հենց դրա համար է կարևոր, որպեսզի առողջապահական ոլորտը լուսաբանող լրագրողները լինեն շատ զգոն, նրբանկատ, օգտվեն ստուգված աղբյուրներից, հնարավորինս մատչելի եւ պարզ ներկայացնեն երբեմն բարդ թվացող տեղեկատվությունը։ Այս կարևոր թեմայի շուրջ կզրուցենք MedTime հարցազրույցի մեր այսօրվա հյուրի Լուսի Քոչարյանի հետ։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, Ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ MedTime հարցազրույցի այսօրվա հյուրն է առողջապահական լրագրող, բլոգեր, Հանրային ռադիոյի Ես առողջ եմ հաղորդման հեղինակ եւ վարող Լուսի Քոչարյանը։ Լուսի, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Այսօր ուզում եմ մի կարևոր թեմայի անդրադառնանք, թե ինչպես լուսաբանել եւ հանրային իրազեկում իրականացնել առողջապահության ոլորտում, որովհետեւ կարծում եմ, որ այն ասացվածքը, որ մի վնասիր բժիշկների դեպքում նույնը պետք է լինի նաև այն անձանց մոտ այդ զգացողությունը, ովքեր զբաղվում են առողջապահական ոլորտի լուսաբանման։ Բայց մինչև բուն թեմային անցնելը կուզեի հարցնել ինչու լրագրություն ու ինչու հենց առողջապահական լրագրություն։ Քնարիկ ջան, տարիներ առաջ, դա 10 տարուց ավել առաջ էր, երբ ես ձեռք բերեցի լրագրող հաղորդավարի, ավելի շատ հաղորդավարի մասնագիտությունը, երկրորդ մասնագիտությունը, առաջինով տնտեսագետ մենեջեր եմ բուհական կրթությամբ։ Երբ ձեռք բերեցի, այդ ժամանակ ուսումնասիրելով դաշտը, ես տեսա, որ բժշկական, առողջապահական հաղորդումները շատ մակերեսային են եւ շատ ինձ համար մի քիչ էլ այսպես զավեշտալի բարձմիտ են, խոսում էին վիտամիններից, միրգ բանջարեղենից, ինչ եփել այսօր, ինչ ուտել այսօր, այնտեղ էլի մի քանի վախենալու վատ թեմաներ կային, օրինակ ինչպես արագ նիհարել, լիքը վնասակար ՍՎԽ-ների բերող, սննդային վարքագծի խանգարումների բերող դիետաներ եւ այլն եւ այլն, եւ ես հասկացա, որ այստեղ ազատ տեղ կա, այսինքն լրացման կարիք ունի ու գրագետ մոտեցման կարիք կա, դրա համար երբ ինձ առաջարկեցին վարել ոչ թե տնտեսագիտական ֆինանսական հաղորդաշար, որը ես իդեպ ուզում էի համագործակցել բանկերի հետ եւ այլն, խոսել էկոնոմիկայից, երկրի, առաջարկեցին բժշկականը, ես ընդունեցի, չնայած որ մի քիչ այսպես չկայի այդ դաշտում այդ ժամանակ, մի քիչ էլ վատ ասոցիացիաներ ունեի բժիշկների հետ, առաջին ամուսինս ընտանիքով բժիշկներ էին, վատ ասոցիացիաներ ունեի բժիշկների հետ, բայց մի կողմ դրեցի այդ ասոցիացիաները, կարծրատիպերը ու մտածեցի, որ այստեղ անելիք կա, մի քիչ ավելի խորամուխ լինելու առումով։ Այստեղ միանգամից գալիս է երևի հաջորդ հարցը, որը եղավ առաջին նյութը, որ պատրաստեցիր, ինչու հենց այդ թեման ընտրեցիր եւ ինչ զգացողություններ ունեցար արձագանքներից։ Ես հենց ամենաառաջինը հիմա կդժվարանամ հիշել, բայց առաջիններից մեկը, որն ինձ համար շատ տպավորիչ էր, դա մեջբերեմ, երբ առաջարկ եկավ ուղիղ եթեր անելու եւ մի փոքրիկ էլ ռեպորտաժ պատրաստելու,
սոմնոլոգիայի մասին, քնաբանության, քնի առողջության։ Ես առաջին անգամ էի էլի 10 տարուց ավել առաջ լսում այս տերմինները, չգիտեի, որ կա առանձին մասնագիտացում, քնաբան կամ սոմնոլոգ, եւ շատ հայտնի մինչև հիմա թիվ 1 ինձ համար նյարդաբան քնաբանի Սամսոն Խաչատրյանի հետ որոշեցինք, որ պետք է այսպես մի փոքրիկ ռեպորտաժ պատրաստենք եւ 30 թե 40 րոպեանոց եթեր անենք քնաբանության մասին։ Սա շատ նորություն էր այն ժամանակ, շատ տպավորիչ էր ինձ համար, լիքը նոր եզրույթներ, նոր շատ գիտահեն, շատ ապացուցողական ինֆորմացիա եւ արձագանքն էլ շատ լավն էր, պարզվեց, որ մարդկանց մեծ մասը գաղափար անգամ չուներ, որ կա այսպիսի առանձին մասնագետ, ով միայն քնի որակով, առողջությամբ եւ դրա հետ կապված խնդիրներով է զբաղվում, այդպես դա շատ եմ հիշում, շատ եմ հավանում։ Նախկինում պատրաստում էիր նյութերը, իսկ հիմա պատրաստվում ես, հա, հարցազրույցներին, ռեպորտաժներին, որոնք առողջապահության ոլորտում են, որտեղ է այն սահմանը, հա, ոնց է գծվում սահմանը տեղեկատվություն տալու եւ խոճապ չտարածելու, հա, որտեղ շատ հաճախ հենց առողջապահական թեմաներն են, չէ, որ մեկ բառ նախադասության մեջ այս կողմ այն կողմ ենք անում եւ հակառակ էֆեկտ է ունենում, այսինքն իրազեկելու փոխարեն մենք ավելի ինչ որ sense տագնապները, վախերը մարդկանց մոտ ավելացնում ենք։ Որտեղ է այդ սահմանը։ Ես այստեղ մի փոքր ոչ տարածված կարծիք եմ հնչեցնելու, խոճապ տարածելու այդ բառակապակցության հետ կապված, ես մի քիչ դա այնպես չեմ ընկալում, ինչպես մեծ մասն են ընկալում։ Տեսեք, հիմա ցավալի բան պետք է ասեմ, իմ տպավորությունն է սա, չգիտեմ, ով ինչ ուզում է մտածի, ես իմ տպավորությունն եմ հիմա ասում։ Մեր երկրի հանրության ինտելեկտուալ միջին ինտելեկտուալ մակարդակը միջինից ցածր է իմ գնահատմամբ սոցցանցերից եւ այսպես ակտիվ շփումներից ելնելով։ Ու մեր հանրությունը խոճապի է մատնվում գիտահեն ապացուցողական ցանկացած ինֆորմացիայից, այսինքն պետք է պատվաստում անել, վերջ խոճապ է, պետք է միավդրական լինելու դեպքում մինչև կյանքի վերջ դեղորայք ընդունել, վերջ դա խոճապ է։ Ես այստեղ պատկերացնում եմ, որ ինֆորմացիան տրամադրվող պետք է լինի շատ ապացուցողական, շատ գիտահեն, լրագրողը, հաղորդավարը պետք է պրպտի եւ գտնի բարեխիղճ եւ գիտահենությանը կողմ մասնագետների եւ դառնա իրենց խոսափողը ու ինֆորմացիան տարածողը, չնայած եւ անկախ նրանից, թե դա ինչ խոճապ կարող է առաջացնել։ Այս իմ մոտեցումն է, այսինքն ես հակված չեմ սпасելու այդ ինֆորմացիան խոճապ կառաջացնի, թե չէ։ Դե պետք է խոճապ առաջացնի եւ մարդիկ սովորեն, որ դա է գրագետը։ Իրազեկվեն, կրթվեն, հա, այսինքն դե ինչ արած, հիմա եթե խոճապ է առաջացնելու, որ կոവിഡ്ի ժամանակ վակցինացիա էր պետք, ուրեմն չխոսենք դրա մասին, այսինքն մենք շատ հեշտ կարող ենք հիմիկվա ինտելեկտուալ բավականին ցածր ցենզի դեպքում շատ հեշտ կարող ենք շեղվել այդ ճշմարիտ ուղուց գրագետ ինֆորմացիան տրամադրելու։ Ես հակված չեմ ուշադրություն դարձնել, թե հանրությունը ինչ կարծրատիպեր եւ ինչ տարածված այսպես կարծիքներ ունի այս կամ այն գրագետ ինֆորմացիայի վերաբերյալ։ Ես դա տալիս եմ ու վերջ։ Իսկ որն է հանդիսանում այն աղբյուրը, հա, հավաստի, որտեղից դու վերցնում ես տեղեկատվություն, չէ՞ որ ցանկացած երևույթի մասին ներկայացնելիս, հարցազրույցի նախապատրաստվելիս, ինչու՞ չէ, նաև օգտատերերը եւ հեռուստադիտողները որտեղից կարող են գտնել ապացուցողական, հա, ինֆորմացիա, որը բացարձակ ճշմարտություն է, այլ ոչ թե օրինակ չգիտեմ, ինչ որ միֆեր, կարծրատիպեր եւ այլն, այսինքն որտեղ է այն հարթակը, աղբյուրը, որտեղից մենք կարող ենք այդ տեղեկատվությունը ստանալ, այդ թվում նաեւ սկսնակ լրագրողները կամ լրագրողները, ովքեր փորձում են առաջի քայլերը անել առողջապահության ոլորտում։ Դե կոնկրետ ես կարող եմ պարծենալ, որ շատ քրքրող եմ, շատ այդ ռիսերչ անողն եմ, այսինքն եթե ես պետք է խոսեմ եւ եթեր անեմ X թեմայի շուրջ, ես տարբեր աղբյուրներով եւ տարբեր գծերով ուսումնասիրում եմ եկող հյուրին, թող ինձ ներեն բոլոր հյուրերը եւ բոլոր այն մարդիկ, ում ես մերժել եմ, բայց ես հավաստի լավ ու դրական ինֆորմացիա չեմ գտել իրենց մասին եւ օրինակ մերժել եմ մեկ այլ առիթով, բայց երկար ուսումնասիրում եմ ով է գալու ինձ մոտ հյուր, նրա սոցցանցային էջերից սկսած մինչև նրա գոլեգաները, ում ես արդեն վստահել եմ եւ լավ ինֆորմացիա ունեմ, նոր իրեն այսպես թողնում եմ
իմ եթեր, որովհետև մեզ լսելու են միլիոնանոց լսարան, Հանրային ռադիոն այսպես ամենամեծ լսարան ունի մեր երկրում եւ ամենամեծ ծածկույթը։ Սա անձնական քրքրելու հմտություններն են, բայց սկսնակ լրագրողներին կամ հաղորդավարներին, ովքեր առողջապահությամբ են զբաղվելու, ես խորհուրդ եմ տալիս անդրադառնալ այն թեմաներին, որոնք ոչ թե նորաձև են կամ հիմա շատ են խոսում դրա մասին կամ հայփային են, այլ իսկապես պարզել ինչի կարիք ունի հանրությունը։ Իսկապես պարզել, այսինքն ինչի պակաս կա, ինչի անգրագիտություն կա եւ խոսել հենց այդ մասին ու գտնել ահա այդ ապացուցողականությանը կողմ մասնագետներին ու նրանց միջոցով ասել ասելիքը, զերծ մնալ հեքիմաբանական, չգիտեմ, նարեկաբուժական, սոդայաբուժական, հավատացյալական եւ այլ անհեթեթ ուղղություններից, որովհետեւ սրանք ոչ մի գործ չպիտի ունենան բժշկագիտության մեջ։ Ահա այս մի քանի կետին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել եւ նոր մտնել բժշկագիտության ոլորտ, որովհետեւ այ ոնց ասեցիք, մեկ հատ սխալ բառ եւ դա կարող է անառողջ խոճապել առաջացնել ու սխալ միտումներ էլ առաջացնել։ Մենք պետք է հիշենք, որ ինֆորմացիան դուրս թողնվեց, դրանից օգտվելու են, ասենք, հազարավոր մարդիկ եւ տուժելու են օրինակ։ Իսկ ձեր փորձից ելնելով, օրինակ, ինչպես կարող ենք հասկանալ հանրությունը այս պահին ինչի կարիք ունի, այսինքն ինչ տեղեկատվության, ինչն է իրենց անհանգստացնում, ինչի մասին կարելի է խոսել կամ ինչի պակասն է ավելի շատ։ Դե օրինակ շատ են մեզ մոտ որոշ թեմաների շուրջ տաբուները, հա, այնտեղ խտրականական ինչ որ թեմաներ, մարդիկ շատ վախով եւ շատ խոճապով են վերաբերում սեքսոլոգիային կամ սեքսոլոգիայի վերաբերյալ կամ սեռակրթության, սեռադաստիարակության թեմաներին։ Այս ամենը շատ հեշտ է նկատել, եթե դու ակտիվ ես սոցցանցերում, իսկ այս խոսքն ազատ է, ով գրում է, արտահայտվում է, ինչ ուզում է, ու շատ հեշտ, գիտեք, 2 ժամ ընդամենը պրպտելով այդ հենց բժշկական, հոգեկան ու ֆիզիկական առողջության վերաբերող նյութերի հարցազրույցների տակ նայելով կարելի է շատ հեշտ գտնել, թե այսօր ինչի պակաս կա, ինչ տաբուների անդրադառնալու, ինչ միֆերի կարծրատիպերի կոտրման կարիք կա։ Գիտեք, ես կարծում եմ լրագրողն ու հաղորդավարը պետք է լինեն հետաքրքրասեր, բայց իսկապես հետաքրքրասեր, այ ոչ նորաձևության հետևից ընկնող, այլ իսկապես հանրօգուտ թեմաների նկատմամբ հետաքրքրասեր։ Ես ամեն թեման եւ ամեն հարցազրույցը ընտրելիս այս գծով եմ առաջնորդվում ու ինչքան էլ հեթի ալիք բարձրանա, ինչքան չարախոսություններ, չարաբանություններ, այս ինչ թեմաների անդրադառնում եւ այլն, ես կարծում եմ, որ դա լրագրողի գործն է հենց այդպիսի թեմաների անդրադառնալու, բայց ինչն է իմաստը, էլի վիտամինների մասին կարող ենք խոսել բոլորս։ Վերադառնալով տաբուների հարցին, հա, ինչ եք կարծում առողջապահական ոլորտում Հայաստանում, ինչ տաբուներ ունենք ու ինչպես է պետք կոտրել այդ լռությունը, հա, որը, չգիտեմ, տասնամյակներով կամ ինչ-որ տևական ժամանակ շարունակվում է։ Երևի ամենատաբուավորված էլի նեղ մասնագիտացումը ես կընտրեմ սեքսոլոգիան, քիչ են այս թեմայի, քիչ եւ ոչ շատ գրագետ են խոսում այս թեմայի մասին։ Տաբու եմ համարում նաև շատ անդրադառնալ խտրական վերաբերմունքին բժիշկների կողմից, տենց աշխատում են արագ փակել թեման, որ այսինչ բժիշկը հրաժարվել է բուժօգնություն ցույց տալ տրանսգենդեր կամ միավդրական կամ հեպատիտով բուժառուի, մի քիչ տաբուավորված է նաև այդ բժշկական սխալների, շատ լուրջ բժշկական սխալների մասին խոսելը, չնայած վերջին տարիներին մի փոքր ես փոփոխություն նկատում եմ, այսինքն լավ էլ աղմուկ է բարձրացվում, լավ էլ փակվում են կլինիկաները, վերջին 3 տարիների ես մի քիչ գոհ եմ, այս վիճակից ավելի գոհ եմ, որպես արդեն 10 տարուց ավել ես ոլորտում աշխատող։ Նաև խոսեցինք այն մասին, որ բավական մեծացել է սոցիալական, հա, մեդիաների, սոցիալական հարթակների դերը եւ այնտեղ ցավոք ապա տեղեկատվությունը եւ այսպես կոչված Facebook-յան բժիշկները շատանում են։ Ինքներդ որպես լինելով ոլորտի ներկայացուցիչ ինչ որ ձև պայքարում եք իրենց դեմ եւ ինչպես ճիշտ ֆիլտրել, հա, հասկանալ որտեղ է ապացուցողական բժշկությունը սկսվում
հա, եւ ավարտվում, եւ որտեղ է սկսվում այդ Facebook-յան բժշկությունը։ Էլի թերևս քրքրելով։ Այստեղ MPC ծավալի հետ մենք գործ ունենք, որ առանց քրքրելու, առանց ուսումնասիրելու, պրպտելու հնարավոր չէ տարբերակել, բայց այս կոնտեքստում ես շատ կուզեի հիմա խոսքս ուղղել այն ապացուցողական եւ գիտահեն բժիշկներին հատկապես, ովքեր մի քիչ կամահարամքով են վերաբերվում սոցցանցերին։ Օրինակ, ես ճանաչում եմ շատ լավ բժիշկների, բարեխիղճ, բարեկիրթ, ովքեր ասում են, չէ, ես սոցցանցերում չեմ ուզում լինել, ես չեմ ուզում կապիկություններ ու ծամածրություններ անել։ Իրենք այսպիսի կարծրատիպային մոտեցում ունեն սոցցանցերի եւ ես ջանք ու եռանդ չեմ խնայում իրենց բացատրելու, որ տգիտությունն այստեղ շատ է։ Ներկայանալի եղեք ինչպես դուք եք ուզում, մի արեք ծամածրություններ, մի արեք այդ կապիկությունները երկելով պարտադիր չի ունենալ Facebook-յան կամ Instagram-յան հարթակ։ Դուք նույնպես այդ ռուսերեն տրանսլիրովեց բառը կա, դուք նույնպես հաղորդեք ձեր գիտելիքը, ձեր գիտահենը, ձեր ապացուցողականը, բայց չլինելով ներկայացված այստեղ, դուք տեղ եք թողնում ուղղակի տգիտության շատացմանը։ Facebook-յան բժիշկների։ Հա, նույն Facebook-յան բժիշկների։ Ես պայքարը տեսնում եմ լավ ու բարձրակարգ բժիշկներին համոզելու մեջ։ Կարելի է գրագետ ներկայանալ եւ այդ կերպ պայքարել Facebook-յան բժշկության դեմ։ Կան արդյոք միֆեր, որոնք տարածված են հայկական առողջապահական, հա, ոլորտում, որոնց հետ անընդհատ բախվում եք եւ փորձում եք ինչ-որ ձևով հաղթահարել, կոտրել, այո։ Հա, միֆեր հաստատ կան եւ ես հիմա դրական կողմերն եմ ընդգծելու, մի քիչ բացասական բաներից շատ խոսեցինք, բայց դե լրագրող ենք, ինչպես կարող ենք մենք բացասական կողմերին չանդրադառնալ։ Շատ տարածված մի հատ միֆ կա, որը այդ սովետական, պոստսովետական ժամանակներից մնացած եւ շարունակվող վիճակ է։ Դուք էլ շատ լսած կլինեք, երբ այսպիսի դեմքով լուրջ դե Հայաստանում բժիշկ չկա, դե Հայաստանում մասնագետ չկա, դա գաղտնիք չի, այնպես էլ վստահ ասում են, ոնց որ դա արդեն վաղուց գաղտնիք չի։ Այստեղ նաև բերեմ հոգեկան առողջության եւ հոգեբանության դաշտը, ես դրանք անքակտելի իրար հետ կապված եմ համարում։ Դե Հայաստան հոգեբան չկա, հոգեբուժ դե ընդհանրապես չկա Հայաստանում նման բան։ Բոլորն առևտրական են, բոլորը էս են, բոլորը իրենց փողի հետևից են վազում։ Չէ, հարգելի կարծրատիպեր տարածողներ, ես պնդում եմ, որովհետև անձամբ եմ պրպտում ու գտնում այդպիսի մասնագետների ու համագործակցում նրանց հետ, Հայաստանում կան լավ բժիշկներ, կան բարձրակարգ սուպեր բժիշկներ, գիտեք, նույնիսկ այնպիսի բժիշկներ կան, որ ես ապշում եմ ու երանի եմ տալիս մեզ, որ նրանք չեն գնացել երկրից։ Նրանք կարող էին տիեզերական բարձունքների հասնել, ասենք, եթե հենց այսօր թողնեն գնան Իսրայել, դու թողնեն գնան կողքի Թուրքիա, որտեղ շուկան ահռելի մեծ է, թողնեն գնան Գերմանիա եւ այլն։ Բայց իրենք չեն գնում, մնում են այստեղ, դաժան պայմաններում, այս համատարած մի տեսակ sense խավար մոտեցումների մեջ, հակագիտական, շարունակում են մնալ, sense գալ խոսել, հանրային ելույթներ ունենալ, փորձել պայքարել, ինչ որ լավ դրական փոփոխություններ գրանցել։ Ես մեկ-մեկ sense երանի եմ տալիս, ասում եմ, աստվածներ, ինչ երջանիկ ենք մենք, որ այս ինչ մասնագետ օրինակ դեռ չի գնացել, նա դեռ այստեղ է։ Նրանք կխլխլեին, ասենք, Մեծ Բրիտանիայում ձեռքից ձեռք, բայց ինքը չի գնացել։ Նրանք Մոսկվայում նրանք կհասնեին, չգիտեմ, բաժինների ղեկավարների։ Նրանք կան ու արտակարգ հոգեբաններ էլ կան, լավ հոգեբուժություն էլ հիմա կա ու ես այդ միֆը, դա միֆ եմ համարում, երբ ասում են, դա մասնագետ չկա։ Մեկ էլ մեծագույն միֆ եմ համարում, երբ մարդիկ մտածում են, որ ինչ որ հետազոտություն կամ վիրահատություն անելու համար դե անպայման պետքա դուրս գնալ։ Հատկապես Գերմանիան, չէ՞, ինչ որ Գերմանիան։ Հիմա Իսրայելն է շատ մոդայիկ։ Պետք է դուրս տանել։ Սա էլ մեծագույն միֆ է։ Այսօր վիրահատությունների երևի 90%-ը արվում են ու հասանելի են նաև Հայաստանում։ Իրականացնողները դրսում վերապատրաստված են, հյուրեր մենք ընդունում ենք եւ այստեղ էլ վերապատրաստումներ անցնում ենք, մեծ գումարներ ներդրվում եւ ծախսվում են բժշկական ոլորտի վրա, այստեղի դեպ ես ազատ մրցակցություն շատ գոհ եմ որպես տնտեսագետ, ու դա էլ երկրորդ մեծ միֆն է, որ պետք է անպայման դուրս տանել, չէ, դուրս տանելու կարիք այսօր շատ հազվադեպ կա։ Այո, երևի շուտով
կգանք նաև այդ գիտակցմանը, որ հաջողված պատմությունները միգուցե մեր լրագրողները պետք է ավելի շատ անդրադառնան այն հաջողված պատմություններին, որտեղ հենց պացիենտը ինքը կպատմի, որ նույն չափ լավ բժշկական ծառայություն է ստացել, ինչ որ օրինակ պայմանական ակնկալում էր, որ կստանա արտերկրում, միգուցե նաև արտերկրից մարդիկ են գալիս արդեն այստեղ։ Մենք բժշկական туриզմի նոտաներ ենք տեսնում, դե ստոմատոլոգիական ոլորտը այստեղ չեմպիոն է, այնպիսի աշխատանքներ, որ գինվորակ փայլուն հարաբերակցությամբ այստեղ են արվում։ Ես շատ երկրներում տենց այդ գների չեմ տեսել ոչինչ։ Այստեղ ինձ մոտ մի հատ հարց էլ առաջացավ, իսկ օրինակ եթե չընտրեիք լինելով տնտեսագետ, չընտրեիք հետո լրագրությունը, բժշկությունը կդիտարկեիք բժիշկը եւ եթե այո, որ ոլորտի բժիշկ եմ տալիս։ Այս հարցը երևի բնական առաջացող հարց է, որովհետեւ մի փոքր նախաբան ասեմ, օրական երևի ես 30-ից ավել օրական, պատկերացնում եք տարվա կտրվածքով դա ինչ թվերի մասին է խոսքը։ 30-ից ավել նամակ եմ ստանում։ Խորհուրդ կտակ գինեկոլոգ, ով տտտտ, այսպես նկարագիր, ինչ որ պայմաններ, դե մարդ է փնտրում է իրեն հարմար։ Խորհուրդ կտակ հոգեբան, ով բարեխիղճ է եւ այլն, ձեզ վստահում ենք։ Կլինիկա խորհուրդ կտակ ախտորոշիչ, ինչ որ գործողությունների համար եւ այլն։ Եվ ինձ միշտ ասում են, որ դու այնքան թիրախավորված ես ուղղորդում, այնքան տեղեկացված ես, որ դու լավ կլիներ մի հատ երկրորդ կրթություն, բժիշկ դառներ, դու ոնց որ բժիշկ լինեիր։ Ես այսպես պատասխանեմ. ոչ, երբեք ոչ մի դեպքում ոչ եւ ոչ։ Ես մեծագույն հարգանքով համարում եմ բժշկի մասնագիտությունը ամենածանրը, ամենահյուծողը, ամենաբարդը, ամենաճակատագրական պատասխանատուն, այդ մասնագիտական այրման բերողը։ Ես մի բան ասեմ քնեք, ես անկեղծ չգիտեմ ոնց են բժիշկները աշխատում որպես բժիշկ։ Ես չեմ հասկանում, ես ունակ չեմ ընկալելու, ոնց են նրանք, ասենք, գնում են աշխատանքի, ես խոհանոցը գիտեմ, չէ՞, սենյակներում նստել եմ եւ այդ հոսքը պացիենտների, վիրահատությունները, նրանց հետ խոսակցությունները տարիներով լսում եմ։ Այդքանից հետո բժիշկները գնում են տուն, քնում են, առավոտ էլի գալիս են այդ աշխատանքի։ Ես չգիտեմ նրանք ոնց են աշխատում, դա իմ համար մեծագույն առեղծված է, ես խոնարհվում եմ ուղղակի լավ բարեխիղճ բժիշկների առաջ, ես երբեք չի կարողանա, ես այդքան առողջություն չունեմ, ոչ հոգեկան, ոչ ֆիզիկական, ոչ էլ այդքան տրամադրվածություն, ես կլինեմ նրանց խոսափողը, այդքանով կսահմանապակվեմ։ Իսկ ունես կա արդյոք բժիշկ, ում հետ ուզեցել ես հարցազրույց անել, բայց մինչ օրս չի հաջողվել։ Այստեղ երևի իմ բախտը մի փոքր բերել է, որովհետև այն բժիշկներին, ում ես շատ հավանել եմ, հետո պարզվել է, որ իրենք էլ հեռակա ինձ են հետևում եւ իմ արտահայտած մտքերին, դες միայն բժշկական մտքեր չեմ արտահայտում, այլ նաեւ sense սոցիալական տարածված կարծրատիպերի, սեքսիզմին, հոմոֆոբիային, բռնությանը եւ այլն այսպիսի խնդիրներ եմ շատ անդրադառնում, որոնց միաբան ու համակիր լինելու համար բավականին առողջ մոտեցումներ ու սկզբունքներ են պետք, որ մարդն ունենա եւ երևի թե ինչ որ հրաշքով ում ես շատ հավանել եմ, իրենք եւս ինձ փոխադարձ հավանել են ու հաճույքով եկել մասնակցել են։ Հիմա մեր այս վերջին նախարարին առողջապահության դեռ հանգամանքների բերումով չի ստացվել, բայց ես խոսել եմ իր խոսնակի հետ եւ սպասում եմ, որ իր հետ էլ եթեր անենք, նա չի մերժել, այնպես որ ես հաճույքով կսպասեմ։ Չեմ մտաբերի, որ ես մեկին շատ հավանեմ եւ ինքը ոչ, ես ձեր մոտ չեմ գա եթերի, չէ։ Եվ երևի վերջում կուզեի մի քանի հարց հղել կապված նրա հետ, թե ինչ ես կարծում, ինչի կարիք ունեն լրագրողները, ովքեր սկսում են առողջապահական ոլորտում իրենց առաջին քայլերը գուցե կամ վերապրոֆիլավորվում են եւ գալիս են դաշտ, հա, ինչի կարիք ունեն, որպեսզի ավելի ճիշտ եւ որակյալ լինի այն տեղեկատվությունը, որ իրենք հաղորդում են։ Քնարիկ ջան, ի հավելումը նրա, որ մենք արդեն մի փոքր խոսեցինք, այսինքն իրական հետաքրքրասիրություն, իրական հանրության կարիքների մասին, խտրական չլինելը, գիտահեն եւ ապացուցողական ուղղության բժիշկների փնտրել գտնելը, նրանց հետ նրանց միջոցով ինֆորմացիան տարածելը։ Բացի սրանից ես եւս մեկ հատկություն կնշեմ, դա մեծ համբերատարությունն է, մեծ, շատ մեծ։ Հիշեք, հարգելի սիրելիներ, բժիշկների հետ աշխատելու համար
Ձեզ պետք է ֆանտաստիկ մեծ համբերատարություն, որովհետև ի տարբերություն, ասենք, քաղաքական գործիչների, ովքեր կարիք ունեն այդ պոպուլիզմի, պոպուլիզացիայի եւ ավելի հայտնի եւ ավելի ինչ-որ տարբերվող հարցազրույցներ տալու, նույնիսկ նրանք չեն գնում դռնեդուռ, էլ որ ալիք գնան, էլ որտեղ խոսեն, իրապես լավ բժիշկները այդպիսին չեն եւ նրանց մոտ հետաքրքրություն եւ հանրային խոսքի հասնելու համար մեծ համբերություն է պետք։ Էլ չեմ ասում ամսվա կտրվածքով նրանց հետ կոնտենտ ստեղծելու համար ինչպիսի համբերատարություն է պետք, որ իրենց հարմար ժամի, իրենց ուզած ձևով, իրենց գրաֆիկին հարմար, իրենց համար վիրահատություններն են առաջնային, պացիենտներն չեն կարող գալ, ավրալը իրենց մոտ ես եթեր եմ ունեցել, երբ վիրաբույժ ուրոլոգը տաղավար է մտել, դե ուղիղ եթեր էր, հնարավոր չէր տեղաշարժը, մտել է վիրահատանի շորերով, կրոքսերով, լուրջ եմ ասում, ասեց այդ խալաթը հանել եմ, ձեռնոցներս հանել եմ, նստել եմ մեքենա, նույնիսկ այդ գլխի բանը չէր հանել։ Լուսի ջան, որ պատվայից չանեմ եւ այլն, այսպես կրոքսերով մտել է եթեր ու այդ բանով ֆորմայով նստել է եթերի, իրենց հետ աշխատելու համար համբերություն է պետք, բայց բարձրակարգ բժիշկների հետ համբերություն ցուցաբերելու եւ նրանց հետ աշխատելու դեպքում արդյունքները հիանալի են, դու սենց ուղակի սենց այնքան շնորհակալական նամակ ես ստանում, որ շնորհակալություն, ես վերջապես գտա իմ բժշկին եւ այլն, ձեր ուղղորդմամբ արդարացված է մի խոսքով։ Եվ կուզեմ, որ 3 խորհուրդ տաս սկսնակ լրագրողին, ով ուզում է ցանկություն է հայտնել առաջին քայլերը անել առողջապահական հետ ոլորտում, բժշկության ոլորտում։ Հանրության իսկական կարիքները առանձնացնելն էր, որը արդեն 2 անգամ ասեցի, եւ եւս 2 խորհուրդ կուզեի տալ բժշկական առողջապահական ոլորտի մասին խոսելիս, որքան հնարավոր է դա, ես հասկանում եմ որոշումներ կան, որ կապ ունեն եւ հնարավոր չէ չանդրադառնալ, բայց որքան հնարավոր է զերծ եւ հեռու մնալ քաղաքականությունից, մի քիչ մարդկանց առողջությունը, հանրային առողջությունն այն տեղը չէ, որտեղ ամեն տառ, ամեն տող, ամեն падգամավորի ասած պետք է քաղաքականացնել, եկեք սահմանազատենք, էլի, օքեյ, քաղաքականությունը կա, դա շատ այլանդակ դաշտ է, ես առաջին ասողն եմ դա, բայց ամեն ինչ չէ, որ պետք է կապել քաղաքական դաշտի հետ։ Առողջությունը պետք է պահպանել անկախ բոլոր քաղաքական ուժերից գնացող եկողներից եւ երկրորդ խորհուրդ կտամ յուրաքանչյուր ռեպորտաժ, հարցազրույց պատրաստելուց առաջ, երբ դուք պետք է շփվեք մասնագետի հետ, ուսումնասիրել այդ լուսաբանվելիք նյութը, խնդրում եմ, էլի ուսումնասիրեք եւ իսկապես հասկացեք ինչից եք խոսելու, որպեսզի անհեթեթ եւ բժշկի համար մեկ-մեկ բժիշկները բողոքում են քիչ բամբասանքի է վերածվում, բայց դե հիմա էլ է բողոքում են, որ այնպիսի հարցեր էր տալիս, որ դրանք կենցաղային, ասենք, մակերեսային, տափակաբանական, պոպուլիստական հարցեր են, որին բժիշկը չպիտի, ասենք, պատասխանի, ասենք, ինչու է վիրահատությունը թանկ, ժողովուրդը փող չունի, ասենք։ Բժիշկով եկել է խոսելու, չեմ, բարիատրիկ վիրաբուժությունից կամ շատ բարդ տենց մի քանի վիրահատություն միասին անելուց, մարդու կյանքը փրկելուց եւ այսպես տրվում է շատ մակերեսային, պարզնիտ, մանկամիտ հարց։ Այսինքն պետք է նաեւ հարցերը հասցեական լինեն։ Հարցերը պետք է ուսումնասիրված լինեն։ Մի բան ասեմ, լրագրողը պետք է համարյա տիրապետի ամբողջ նյութին, ինչ բժիշկն ասելու է։ Ես օրինակ այդպես եմ անում, դրա համար եթե լսում եմ, բայց ինչ պատրաստված եք, ինչ հարցեր եք տալիս, բժշկականի ուսանողները սենց հարցեր չեն տալիս։ Հաճախ դուք ավելի գիտեք քան։ Ես կարծում եմ, որ լրագրողը պետք է ամեն ինչին, ինչ խոսվելու է դրա շրջանակներում, արդեն կարդացած լինի լավ պորտալներում, ԱՀԿ-ի, ասենք, կայքում, լավ տենց բժշկական ինչ-որ կայքերում եւ այլն, կարդացած, պատրաստված, որովհետեւ մեկ-մեկ լսում ես, ասենք, լրագրողը կամ հաղորդավարը տվեց հարց, ուրեմն բժիշկը պատասխանեց այդ հարցին եւ պլյուս եւս մի 4-5 հարցի, լրագրողը հաղորդավարը չի ջոկել, որ բժիշկը արդեն պատասխանել է այդ հարցին եւ իր ասածը նորից հարցնում է։ Բժիշկը, բայց ես նոր ասացի, այսինքն այստեղ հասկանում ես, որ այնքան չէր տիրապետում։ Չի տիրապետում, ինքը չգիտի բժիշկը ինչ է խոսում, այդ ինչ բառեր, այդ ինչ տերմիններ է օգտագործում, հա։
Եվ մի խորհուրդ էլ տամ, չգիտեմ, միգուցե պետք է մի խուսափեք բժշկական մասնագիտական տերմիններից։ Երբեմն հյուրերը գալիս են, օրինակ եթերում, իրենց այդպես են լրագրողները միգուցե այդպիսի տպավորություն են թողած եղել, նախկինում վատ փորձ են ունեցել։ Երևի պարզ չէ խոսեմ, երևի տերմին առանց տերմինների չէ, երևի հանրամատչելի չէ խոսեմ, ու այստեղ ստիպված եմ լինում համոզել, չէ, եկեք չխուսափենք տերմիններից, եկեք մի երկու բառ ավել սովորեցնենք, եկեք կրթենք հանրությանը, որ ձեր սենյակում հայտնվելիս իրենք իմանան դուք ինչ եք խոսում։ Այնպես որ հարգելի լրագրողներ, եկեք այդ պրիմիտիվությունից, այդ պարզ, կենցաղային այդ տափակաբանությունից մի քիչ պոկվենք եւ մտնենք գիտության դաշտ։ Բժշկություն եւ առողջապահություն, այսպես ասած վերադառնանք։ Այնտեղ պրիմիտիվ ոչինչ չկա։ Ես վստահեցնում եմ բժշկության եւ հոգեբանության մեջ ոչ մի պարզունակ բան չկա։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Լիահույս եմ, որ մեր այս զրույցը կօգնի ոչ թե վախացնելու առումով, այլ գիտակցելու են պատասխանատվությունը, որը լրագրողը վերցնում է իր վրա մուտք գործելով առողջապահության ոլորտ։ Շնորհակալ եմ շատ։ Եվ Լուսի ջան, մեր գործընկերը Թեյանը, ով ձեռագործ հայկական թեյեր է պատրաստում, մի փոքր նվեր է պատրաստել քեզ համար, որը կջերմացնի, իհարկե դեռ ջերմ աշուն է, բայց կջերմացնեն քո աշնանային երեկոները։ Շուտով ցրտեր են գալու, այնպես որ շատ շնորհակալություն։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։ Այսօրվա Medtime-ի համար նախատեսել էինք այսքանը։